Թե առաջի անգամ մենք ունենք մի հայլի, որը որ իրական ցույցատալի ընտրողների քվեները, որովհետև միջևես խնդիր է եղել այն մասը, որ հաշվարկը սխալ է կատարվել, լցոնումներ են եղել եւ այլն, ու դրա արդյունքում միշտ հարց առաջացել արդյոք այնքան մարդ ինչքան որ քվեարկել են իրականում դա է։ Ու այդ խնդիրը մենք ունենք 95 թվականից, երբ որ ուղղակի արձանագրություններն էին փոխում 96-ին արձանագրություններն էին փոխում, հետո ավելի մեղմ ձևերով են նում, բայց մեկը լցոնումները կար ու այդ անվստահությունը անընդհատ գնում էր քվեաթերթիկները մի տեղից մյուս տեղ դնելը, մյուսի հաշվելը եւ այլն։ Դրան գումարած այն որ այդ երկրից բացակայողների, մեռածների քվեարկությունը, որը նույնպես բերում էր այն պատկերը, որ ոչ մեկ վստահ չէր, որ այն որ մենք ունենք, իրականում արտացոլում է քվեների քանակը, հա? Ու նույնը հանրաքվեի ժամանակ էր գուցե ավելի շատ, քան նախորդ ընտրությունների մի քանի իրականացված։ Այս անգամ ինձ թվում է լավ է այն, որ ոնց որ թե ամբողջ process-ը չի ավարտվել, դեռ հələ ցուցակները ստուգելու փուլ կա, կարող է բողոքարկումներ լինեն եւ այլն, բայց ոնց որ թե այն որ մարդիկ գցել են արկղի մեջ, դա էլ արտացոլվել է վերջնական արդյունքների հաշվարկելով։ Տեղամասերի ներսում ճնշումը կար, ուղղորդումը կար մարդկանց, ու դա անում էին այսպես կեղծ fake դիտորդական առաքելությունները, որոնք իրականում կուսակցականներ էին կամ կուսակցությունների ներկայացուցիչներ էին, կամ կուսակցությունների ցուցակով ընդգրկված մարդկանց ներկայացուցիչներն էին, որոնք ուղղորդում էին մարդկանց ու որոշակի անընդհատ այնպես լարված ճնշում կար։ Այդ ճնշումը հասնում էր մինչև քվեատուփը, հա, մեկ մտնում էր նաև անցնում էր քվեատուփի հետևի կողմը, որ քվեարկության բանով, բայց մեծամասամբ էլի այդ պատնեշը կար, մինչև քվեատուփներ մեծամասամբ այդ ուղղորդումը գնում, բայց այնուամենայնիվ դա ստեղծում էր մի քիչ վատառողջ մթնոլորտ, լարված մթնոլորտ։ Շատ դժվար է գնահատել այն մարդը, որը որ եկավ, մտավ տեղամաս ու մեկը իրան ուղղորդում էր ու բերեց հասցրեց միջև այնտեղ քվեատուփը, ինքը գնաց այնտեղ քվեարկեց, շատ դժվար է գնահատել այդ մարդու մոտիվացիան ինքը ինչից ելնելով էր այդ ուղղորդմանը բան։ Կարող է իսկապես ինքը համակիր էր, իսկապես համարում էր, որ այդպես պետք է լինի ու ուղղակի մեկն էլ հետը գալիս է, որևէ ձևով դեմ չէր, որ ինչ որ մեկը լինի։ Բայց կարող է եւ չէ, կարող է որոշակի ճնշում իր վրա ազգում էր ու այդ պատճառով էր այդ բանով գնում։ Այդտեղ լրիվ սպեկուլյատիվ դաշտ ենք գնում, որտեղ կարող ենք ինչ թիվ ասես ասեմ, կարամ ասեմ 90%, կարող եմ ասեմ 1%։ Այդպես չի, որ մի մարդ մյուսի հետ ինչ որ այսպես հանցավոր համաձայնություն է գալի, փողը տալիս է եւ այլն։ Չէ, դա մի ամբողջ բուրգ է, մի ամբողջ համակարգ է, որը որ աշխատում է։ Հանցավոր հանցագործության պարագայում այսպես կազմակերպված, ոնց որ նարկո բիզնեսն է կամ նմանատիպ բաները, ձևեր կան, ոնց պետքա իրապահները աշխատեն։ Պետքա մարդիկ ներդնեն այդ ամեն ինչի մեջ, իրանք պետքա պրոակտիվ ձևով գնան մանանեն, հա։ Մոտավորապես այն ինչ որ արեց Իոնիսյան Դանիելը, հա, նման քայլեր պետքա իրավապահ մարմինները իրականացնեն, որպեսզի դա կանխարգելեն։